Ինչ եք սպասում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից։ Ճիշտ ասած, ոչ տեղյակ եմ, ոչ բան էլ երևի չեմ էլ սպասում։ Այլևս ոչինչ չեմ սպասում 2026 թվականի ընտրություններից, քանի որ ապացուցված փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունը երբեք չի լինում արդար։ Հայաստանի Հանրապետությունը որպեսզի մարտնտրությունների ժամանակ անցնի ու զբաղեցնի ինչ որ հետաքրքիր լավ բարձր պաշտոն, դրա համար մարդ պետք է լինի սուտասան, տգետ, չունենա բարձրագույն կրթություն եւ ամենակարևորը ունենա հիշողության խնդիր, որպեսզի հայտնվի ազգային ժողովում հոխորտալով տա խոստումներ եւ մոռանա մնացած ամեն ինչի մասին։ Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետության սիրելի գրագետ քաղաքացիներ, ովքեր որ երբևիցե կարդացել են հայոց պատմություն, խորհուրդ եմ տալիս, որ այնպես անեն, որ իրենց երեխաները գոնե ունենան կարդալու ինչ որ բան։ Եթե հանկարծ 2026 թվականի ընտրությունների ժամանակ նորից այս իշխանությունը անցնի, ցավում եմ ձեզ համար, դուք այլևս հնարավորություն չեք ունենալու նույնիսկ հայալեզու քաղաքացիներից ինտերվյու ստանալու։ Ոչ չէ։ Էլ պապան գալու է։ Ռուս։ Ինչու ռուսին չվերացնեք, երկիշի դալ։ Ոչ մի ակնկալիք չունենք։ Լավ բաներ։ Օրինակ, Օրինակ, ժողովրդի վիճակը լավանալ։ Լավատեսական։ իսկ ում եք ակնկալում տեսնել խորհրդարանում։ Այսօրվա ընդդիմությանը։ Ես Արման Թաթոյանին, միայն նա է պատասխանատու հայրենիքի համար։ Ուղղակի կուզենամ մեր ազգը խաղաղ ապրի, երջանիկ ապրի, պատերազմ չլինի, ով էլ որ կղեկավարի, թող մեր ժողովրդի համար շատ լավ լինի։ Ամենակարևորը խաղաղ, լազուր երկնքի տակ առանց պատերազմի, առանց սահմանների կորուստի։ Ամենակարևորը առանց սահմանների կորուստի։ Չեմ կարող պատասխանել։ Պետք է որ լավ էլի երկրի վիճակը։ Իսկ ում եք տեսնում խորհրդարանում։ Չեմ կարալ ասեմ։ Ես կուզեմ այնպես մարդիլի, որ ոնց ասեմ, որ շնչի երգիրը։ Հայ ազգը քարից հաց քամող ազգը։ Այդքան մի բան էլի։ Եթե 26 թվականի ընտրություններին Հայաստանը մնաց, այդ ժամանակ պետք է մտածել։